Երեք Հայաստանը նշում էր ցեղասպանության 110-րդ տարելիցը, Նիկոլ Փաշինյանը դատապարտեց Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրումը, իսկ այսօր Ադրբեջանց հայտարարեցին, որ Հայաստանում դրոշների այրելը պետք է քրեականացնել։ Բարև ձեզ, Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, խորագիր հաղորդաշարի եթերում այսօր կրկին ամփոփում ենք անցած շաբաթը, ես Գևորգ Մինտերյանս, Մենուա Սողոմոնյանը եւ մեր այսօրվա հյուրը Սիրանուշ Սահակյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այս շաբաթվա կարծում եմ ամենակարևոր իրադարձությունը ցեղասպանության նշումներ, ոգեկոչումը նաև այդ ֆոնին տեղի ունեցած որոշ իրադարձություններ, որոնք նույնիսկ կարծում եմ լակմուսի թղթի այսպես նշանակություն ունեցան, դրանցից մեկը առաջինը իհարկե դրոշների այրելն էր, որ եւ պաշտոնական արձագանք դրան եղավ եւ ուրեմն պատասխաններ եւ այլն եւ նաև համացանցում լայն քննարկում տարածվեց։ Ես մի դիտարկում ունեմ, որ դա մի տեսակ ոնց որ քաղաքական հայացքները պարզող բան լինի, որովհետև օրինակ այն մարդիկ, ովքեր այս 2 օր քննադատում են այդ դրոշներ այրելը, որ դա չի կարելի, դա էթիկապես ճիշտ չէ, չգիտեմ ինչ երկար բարակ ինչ որ պատճառաբանություններ, իրենք օրինակ երբեք չեն դատապարտել Ադրբեջանի վայրագությունները։ Օրինակ ես կարծում եմ, որ սա այսպես ուղիղ գծով կապ ունեցող բան է, որտեվ ես ինքս մինչև 20 թվականը, եթե ինձ հարցնեին, ես կասեի, որ ավելի շատ դեմ եմ դրոշ այրելուն, քան կողմ, բայց որովհետև այդ դրոշ այրելու սիմվոլիկայի մեջ կա պետականության բացակայությունը, այսինքն հուսահատություն կա, որ մենք չենք կարող ինքներս մեզ պաշտպանենք, մենք ինքներս չենք կարող դիվանագիտական խողովակներով մեր ասելիքը տեղ հասցնել, քաղաքական համակարգ չկա, կուսակցություններ չկան եւ այլն, եւ մենք այրում ենք դրոշը որպես հուսահատ վերջին ինչ որ քայլ, ու սրա հաջորդ քայլը, այսինքն ավելի հուսահատ քայլը այն է, որ սկսում են ահաբեկչական գործողություններ իրականացվել, որտեղ էլ արդեն ինքնասպանության գնացող բան է դա։ Բայց հիմա ես կարծում եմ, որ թեև Նիկոլ Փաշինյանը իբր քննադատում այս բանը, բայց ինքն է հենց այս դրոշներ այրելը բերել օրակարգ ու դա դարձրել այսպես խնդիր, որովհետև մենք տեսնում ենք, որ մեր պետականության գլխին այսպես սուրակախված, ինչ որ սպառնալիքներ անվտանգության, ընդհանրապես գոյութենական սպառնալիքներ, որոնք լուծում չեն գտնում, որոնց լուծումը չի երևում, քաղաքական համակարգը պատրաստ չի դրանց արձագանքելու եւ այլն։ Ու մի տեսակ դա վերադառնում, այլ իսկ ինչի՞ց է սկսել այդ դրոշ այրելը, որովհետեւ համայնքներում չենք ունեցել պետություն, քաղաքական համակարգ չենք ունեցել, հայ ժողովրդի ժառանգները եւ ուրեմն ցեղասպանության ենթարկվածների ժառանգները որպես հուսահատ քայլ այրել են այդ դրոշը, որը ակցիա է, որը ցույց է տալիս մարդու դիրքորոշումը, հուզմունքը, վերաբերմունքը եւ այլն, էլի որպես այսպես հուսահատ քայլ։ Հիմա մեծ հաշվով, եթե ամփոփենք էլի այս բանը, ինձ թվում է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է բերում դա, այսինքն ինքը թեև հանդես է գալիս որպես հակառակող, բայց ինքն է նորից իմաստավորում այդ դրոշ այրելը։ Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում իմաստների էվոլյուցիա է տեղի ունենում, էլի ինչ որ մի բան երբ որ կատարվում է, դրան ինչ որ մի իմաստ կոնցեպտ տալիս են, ժամանակի ընթացքում կարող է դրա մեջ ինչ որ բան փոխվի, այդ նոր իմաստ դրվի կամ պարզապես ավանդույթի ուժով։ Պատկերացրեք, եթե Թուրքիայում այսպես երևակայորեն պատկերացնենք, եթե Թուրքիայում շատ ավելի այդպես դրական մոտեցումներ լիներ, քաղաքակիրթ մոտեցում լիներ, սկսեին ինչ-որ այդ թեմայով ներողության, զղջման կամ օգտագործեին այդ բառը, կայրվեր Հայաստանում դրոշ ոչ չէր այրվի, ես բայց ինչ ենք մենք տեսնում, որ այսօրվա իշխանությունը, Թուրքիայի այսօրվա իշխանության ներկայացուցիչը, բարձր ներկայացուցիչները եւ այդ թվում Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիպ Էրդողանը հենց Բաքվում հաղթահանդեսի այդ կոչված հաղթահանդեսի ժամանակ ասաց, որ Էնվեր Փաշայի հոգին փառավորվել է։ Այսինքն փաստորեն բառացի ասում են լավ ենք արել, ինչ որ արել ենք, էլի ենք անում եւ սպառնում են եւ Հայաստանի կողմից, Հայաստանի ղեկավարության կողմից դրոշ այրելը դիտվում է որպես սադրանք։ Եվ անում են, Մենո ջան, եւ անում են։
Ես որպես երևի իրավաբան փորձեմ հասկանալ, թե ինչ իրավական գնահատական կարող է ունենալ դրոշների այրումը, բնականաբար դա խոսքի ազատության արտահայտման ձև է եւ ցանկացած արտահայտչականություն պաշտպանվում է թե բանավոր խոսքը, թե նկարների, թե գործողությունների եւ խոսքի ազատության համար մենք միշտ փորձում ենք հասկանալ համատեքստը, այն իրադարձությունները, որոնց շրջանակում եւ որոնց ի պատասխան խոսքը իրացվում է եւ առանց համատեքստը հասկանալու մենք չենք կարող նաեւ ճիշտ գնահատական տալ այս առումով դրոշի այրումը դա անհամաձայնությունն է այն պետության քաղաքականությանը, որը առ այսօր ժխտում է հայոց ցեղասպանությունը, ընդ որում ցեղասպանության հանցագործության վտանգավորությունը հաշվի առնելով նույնքան կարևոր է ժխտողականության քրեականացումը, դա պայքարի կարևոր ձև է, քանի որ ցեղասպանությունը ընդունելը, հովանավորելը նախ ծնում է նոր ցեղասպանություններ եւ իջիկ է դարձնում ողջ պայքարը ցեղասպանության դեմ եւ մյուս կողմից այն կրկին զոհի կարգավիճակ է տալիս ցեղասպանությունը վերապրածներին կամ ողջ համայնքին այստեղ մենք որպես զոհ ունենում ենք այն էթնիկ ազգային կրոնական խումբը, որը ցեղասպանական գործողությունների զոհ է դարձել եւ եթե փորձում ենք հակակշռել, հավասարակշռել ցեղասպանության ժխտողականությունը եւ դրա դեմ հանրային արձագանք եւ գործողություն այդ անհամաձայնության դրոշ այրել մենք այստեղ հասկանում ենք որ համաչափության սկզբունքները պահպանված են ես կարող եմ նաեւ անալոգիա բերել եթե օրինակ ձու նետելը սովորական քաղաքացու համար անառիթ կարող է որակվել որպես հանցակազմ հանցագործություն եթե այդ ձուն նետվում է քաղաքական գործի ուղղությամբ այն դասական առումով խոսքի արտահայտման թույլատրելի ձև է։ Հիմա եթե մենք դրոշների այրումը անառիթ ենք տեսնում, միգուցե այն իր մեջ ատելության սերմանման հատկանիշներ ունենա, բայց եթե դա իրականացվում է այնպիսի միջոցառման շրջանակներում, որտեղ մենք հիշում ենք նահատակներին եւ մերժում ենք ժխտողականության քաղաքականությունը եւ ի նշան ողջ աշխարհի մեր անհամաձայնությունն ենք հայտնում այդ քաղաքականությունը սիմվոլների միջոցով դրոշ այրելով, կարծում եմ, որ սա խոսքի թույլատրելի սահմաններում է եւ նշեմ, որ դրոշ այրելու պրակտիկան տիպական չէ միայն Հայաստանին, այն իր պատմական զարգացումն է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ խոսքի ազատությունը առանձնակի ուժեղացված պաշտպանության ներքո է գտնվում եւ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են եղել դրոշների այրման քրեականացմանը, մերժվել են հենց խոսքի ազատության պաշտպանության նկատառումներով եւ ինձ թվում է այս համատեքստում որպես անալոգիա կարող ենք քննարկել նույն սպանությունը, օրինակ Թալիաթ Փաշայի սպանությունը, եթե մենք որպես իզոլացված ակտ ենք դիտարկում, այո, այն սպանություն է։ Բայց երբ մենք նայում ենք համատեքստը եւ Թեհրելյանի մոտիվացիան, որը հանգեցրեց նրա ֆիզիկական ոչնչացման, ապա գործողությունը ունի ամբողջական արդարացում եւ քրեական պատասխանատվությունը բացառող այդ հանգամանքների շարքում հստակ իր տեղն ունի։ Բայց ինքը կարծեմ չի արդարացվել, չէ՞։ Անմեղսունը կճանաչվել։ Իր դեպքում մենք չունենք պատժի նշանակում, այսինքն այն հանգամանքները, որոնք հանգեցրել էին հանցագործության կատարման, արդարացրել էին եւ քրեական պատասխանատվությունից ազատվել է։ Այսինքն մենք չունենք պատժելի արարք, որովհետև ականատես լինելով այդ մարդկային ողբերգությունների, մենք ունեինք անձի համարժեք արձագանք կյանքի այդ աղետալի իրադարձություններին։ Մնացյալը կարծում եմ ավելի նախասիրությունների հարց է, ես իհարկե կուզենայի, որ հայ ժողովուրդը ոչ թե հուսալքությունից ելնելով իր բողոքի ակցիան կատարեր դրոշներ
այրելով, այլ իր վարած քաղաքականությամբ կամ ազդեցիկությամբ հասներ խնդրի լուծման։ Ինձ մոտ նման գործողությունները հուսալքության ցուցադրություն են, իսկ ցավալի է, որ տեսնեմ, որ ազգը հուսալքության մեջ է եւ կատարում է գործողություններ ոչ թե իր դիրքը վերհաստատելու, այլ դժգոհությունը աշխարհին հասանելի լսելի դարձնելու համար։ Սրանուշ իսկ հնարավոր համարում եք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը քրեականացնի դրոշայրելը։ Դա հնարավոր բան է։ Կարծում եմ հավանական է նման նախաձեռնություն ունենալը մի քանի պատճառներով եւ նաեւ չեմ բացառի դրա հաջող ելքը։ Նախ մենք ազգային ժողովում ունենք այնպիսի քաղաքական մեծամասնություն, երբ առանց ընդդիմախոսների ձայների այդ որոշումները կարող են ընդունվել։ Այստեղ մենք ունենք միատար քաղաքական ուժ, որը նաեւ ունի քաղաքական եւ գաղափարախոսական տեսանկյունից միատարություն, եւ երկրորդը մենք տեսնում ենք, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները կատարում են այնպիսի զիջումներ, որոնք թելադրված են հենց ադրբեջանա-թուրքական կողմից եւ դրանք որևէ կերպ չեն սպասարկում Հայաստանի շահերը, դրա վառ ցուցադրությունը նույն միջպետական գանգատներից հրաժարվելու դրույթն է, որը ամբողջովին դեմ է Հայաստանի պետականությանը, շահերին եւ ոչ միայն պետության, այլ նաեւ իր քաղաքացիների, սակայն ճնշումների ներքո այս կետը համաձայնեցվում է։ Մենք ականատես ենք եղել ճնշումների ներքո բազմաթիվ զիջողական քայլերի եւ այս տրամաբանության մեջ լրիվ հավանական եմ համարում նաեւ նման նախաձեռնությունները կամ օրինակ սահմանադրության փոփոխությունը։ Օրինակ այդ երբ որ հայհոյանքը քրեականացնում էին, հետո եղավ Եվրոպայից ինչ որ բան ասում էին, որ Ամերիկայի դեսպանն է զանգել, չգիտեմ ինչ բան, ու դա արագ դրանց հրաժարվեցին, բայց տվյալ դեպքում ինձ չի թվում, որ ասենք Եվրոպան խառնվի կասի, որ դա չի կարելի, դա խոսքի։ Կարծում եմ, թե հայհոյանքի քրեականացումը եւ թե դրոշի այրման քրեականացումը առնչություն ունեն խոսքի ազատությանը, իսկ խոսքի ազատության առնչվող օրենսդրական նախաձեռնությունները որպես կանոն ենթարկվում են փորձաքննությունների հենց Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Ես այնքան ուրախ եմ, որ դուք այսպես աներկբա հավատում եք։ Ես օրինակ կարծում եմ, որ ես էլ եմ հավանական, դժվար է այդպես կանխատեսել, բայց հավանականությունը համարում եմ, որ կարող է քրեականացնել, ասեմ ինչի։ Տեսեք, Ադրբեջանին հատկապես այսօր այդպես հաղթանակների շարունակություն շատ է պետք։ Ադրբեջանը ինքը շատ լուրջ խնդիր ունի, ազգակերտման process-ի մեջ է գտնվում, այդ ազգակերտման process-ը ուղղված է մեր դեմ, նրան թշնամի է պետք, թշնամին պետք է շարունակվի։ Եթե Ադրբեջանը իսկապես խաղաղություն հաստատի Հայաստանի հետ, իր ներքին խնդիրներն են գլուխ բարձրացնելու եւ իշխանության հետ կապված լուրջ խնդիրներ են ավարտի, մենք չենք լինի։ Դե հիմա այդ դրա համար Ալիևին հաղթանակներ շատ են պետք, այսպիսի հաղթանակներ շատ են պետք, բարոյական, հաղթանակներ շատ են պետք եւ այդ հաղթանակներից մեկը, այսպես ասենք, սահմանադրությունը փոփոխելու պահանջն է, ինչը որ Փաշինյանին ծուղակ գցող պահանջ է, որովհետեւ մի կողմից նրանք պահանջում են սահմանադրություն փոխել, բայց մյուս կողմից Փաշինյանը հասկանում է, որ դա դժվար է, շատ դժվար է կամ անհնար է, գրեթե անհնար է։ Այդ դրա փոխարեն ոնց որ այսպիսի փոքր քայլերով նրանց հաղթանակի բանտալը Փաշինյանի համար այդպես ընդունելի կթողելի։ Բայց այստեղ մի ուրիշ կողմ էլ կա, ես չգիտեմ, դուք ուշադրություն դարձել եք դրան, թե չէ, հոգեբանական կողմը մի տեսակ եղել, որ ԿՊ-ն մի տեսակ նույնացնում է իրան ցեղասպանություն անողների հետ։ Ես չգիտեմ ինչու է դա այդպես եղել, բայց օրինակ ասենք ջայրով երթը, չգիտեմ, այդ դրոշայրելով մարդիկ այնպիսի ռեակցիաներ են դրան տալիս, ոնց որ դա ուղղված է իրենց դեմ, իրենք են ցեղասպանություն արել։ Հիմա ես իհարկե հոգեբան չեմ, բայց մտածում եմ, որ այդ մեղսակցության գաղափարը իրենք զգում են, էլի, իրենք հասկանում են, որ իրենք էլ մեղք ունեն, մեղքի բաժին են եւ այլն, եւ դա տարանջատում է մտցնում, էլի սահմանագիծ է դառնում իրանց եւ հրապարակում հավաքվածների մեջ։ Օրինակ կային վիդեոներ, որ ինչ որ ասենք, չգիտեմ,
ԿՊ-ականներ, ինչ որ նիկոլականներ սադրում էին բաներին, ինչ որ դաշնակներ վիսի ինչեր են գոռում բան, հեռախոսով իրենք իրենց նկարելով, այսպես մի քանի վիդեո աչքովս ընկավ, որը շատ զարմանալի է։ Դրանց առաջ ես այդպիսի բան չէի տեսա։ Չնայած անցած տարի էլ դա կար, որ այդ բանը իրենք իրենց նույնացնում են, իրենց թվում է, որ դա իրենց դեմ ուղղված բան է, էլի։ Ես դա կդիտարկեի ավելի շատ էս անընդհատ ժողովրդին այդ բինար ընտրության առաջ դնելու այդ գործելակերպի հետ կամ դաշնակ կամ մեր նման էս մտածում, եթե չէ ուրեմն դաշնակցական ես, այսինքն ծայրահեղական ես մոտավորապես այսպես, իրական Հայաստան, պատմական Հայաստան, սև, սպիտակ, ներկա նախկին, այս բանի մեջ է դրա ես կարծում եմ, հա։ Ну ամեն դեպքում երկրորդ էլի, որպես խաղաղություն երկրորդ կարևոր բանը, որ երեք եղավ, այսօր շարունակում է քննարկվել, Տիգրան Մանսուրյանի հարցազրույցներ ցեղասպանության հուշահամալիրում, որտեղ հիմա ուրեմն երեք այդպես հարցեր էին տալիս, որ ինչու եք լուր, ինչու չեք արձագանքում եւ այլն, Տիգրան Մանսուրյանը այսպես խեղճացած ասում էր, որ ես մեծ մարդ եմ, ինձ այդպիսի հարցեր մի տվեք, ես տանը մենակ եմ ապրում եւ այլն, ու այսօր համացանցում արդեն կար այդ քննարկումը, որ կարելի է Տիգրան Մանսուրյանին այդպիսի հարց տալ, թե չի կարելի։ Ես կարծում եմ, որ սա եւս այսպես լակմուսի թուղթ է, էլի մարդկանց բանը գնահատելու, որովհետեւ մենք իրեն ընկալում ենք, կոնկրետ ես Տիգրան Մանսուրյանին ընկալում եմ որպես մեր ազգի մեծ։ Այսինքն ոնց որ ասենք լիներ Հովհաննես Թումանյանը, գնայինք իրեն հարցնեինք, ասենք, չգիտեմ, Արցախի մասին ինչ ես մտածում, ինքը ասեր գնացեք, ես ասենք մենակ պոեմ եմ գրում։ Այդպիսի բան անհնար է պատկերացնել։ Ասենք Վահան Տերյանի դեպքում այդպիսի բան անհնար է պատկերացնել։ Բայց Տիգրան Մանսուրյանն ասում է ինձ քաղաքական հարց մի տվեք։ Երկրորդ սրա ասպեկտն այն է, որ երբ որ ուրեմն ու իդայի մեջ էլ է վրթովմունք առաջացնում, որ երբ որ լինում է ինչ որ ասենք իշխանական միջոցառում, չգիտեմ ինչ եւ այլն, բան էջանակ Տիգրան Մանսուրյանը շատ ակտիվ է, գնում է, կանգնում է, Ալեն Սիմոնյանի կողքն լինում, Նիկոլ Փաշինյանի կողքն լինում եւ այլն, բայց երբ անհարմար թեկուզ ասենք, չգիտեմ, ասենք վատ ինտոնացիայով են իրեն հարցը տվել եւ այլն, բայց ինքը պետք է դիրքորոշում արտահայտի, որտեղ չի կարող լինել արվեստ առանց քաղաքացու։ Դա Հայաստանում բացառում։ Իդեպ սա նաև շատ լուրջ խնդիր է օրինակ հայ գրականության համար, որովհետև մեր գրականությունը այդ շրջափուլերի զարգացումը միջևերջ չի ապրում, որովհետև կա հայրենիքի խնդիր։ Ասենք Ռաֆին ոչ մի վեբ չի ավարտում, որովհետև ասենք իրադրությունը փոխվում է քաղաքական, նոր պատերազմ է սկսում, նոր չգիտեմ ինչ է սկսում եւ այլն, եւ ինքը սկսում է դրան զուգահեռ այսպես կրթել ժողովրդին, ինչո պատկերներ տալ, կերպարներ տալ եւ այլն։ Բայց սա բոլորը անցել են սրանով, անհնար է դրանով չանցնել, ու չունենալ, ասենք, ազգային հարցերի վերաբերել դիրքորոշում, ինձ թվում է Տիգրան Մանսուրյանը միակ մարդն է, որ չունի։ Կամ հիմա իհարկե իր դեմքով նաեւ մի հատ հսկայական մտավորականություն կա։ Օրինակ Ակադեմիան, որ մի քանի օր առաջ ավարտեց իր տարեկան հաշվետվությունը, շատ էսպես բան, լրագրողներ հարցել են ինչ կապ ունի, ինչ դժվարություններ ունի Ակադեմիան, ասում են, որ գնումների մասին օրենքը խանգարում է մեզ զարգացման համար։ Չեն ասում նախագահին, որ պարոն Խաչատուրյան, Ակադեմիան մի փակեք, պետք է եւ այլն, այլ ասում են գնումների մասին օրենքը մեզ խանգարում է։ Սա ուղղակի զավեշտ է։ Ու ես կարծում եմ, որ թեև իհարկե դեմ եմ այսպես հրապարակային տարիքով մարդկանց, տարեց մարդկանց վրա հարձակվելու, ինչ որ բաներ տալու եւ այլն, ընդ որում այդ հայ լրագրության մեջ այդ ձայնի մեջ այդ սադրանքը արդեն կա, էլի, որ հարց են տալի, արդեն զգում ես, որ հեսա կռիվ է լինելու, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ Տիգրան Մանսուրյանը որպես իմ մեծ, որպես մեր ազգի մեծ պետքա դիրքորոշում արտահայտել։ Ինձ համար դա շատ ծանր հարց է, որովհետև այն երաժշտությունը, որ ստեղծել է Տիգրան Մանսուրյանը, իմ ինքնության այսպես առանցքի մեջ է, այսինքն ես նաև Տիգրան Մանսուրյանի ստեղծած երաժշտությամբ եմ ինձ նույնականացնում իմ տեսակի հետ ու այդ կապակցությամբ դրա հետ կապված հասկանալի է, որ այո մտավորականները պետք է կարևորագույն հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնեն։ Պարզապես այս հարցի շուրջ ես այսպես եմ մտածում, ես չգիտեմ այդ մարդը ինչ դրության մեջ է կամ ինչի առաջ են կանգնեցրել։ Այո, դրա համար բայց Թաթուլից մենք նման բան չենք հարցնում, չէ՞։ Թաթուլը մեզ հետ ինչ կապ ունի։ Որ ազգային ինքան մարդեր գնացել, որ հա, դե որ ազգանունը յանով է վերջանում կամ նորմալ է հիմա, ասենք, ինչ ունենք Թաթուլից սովորելու։
նրա ստեղծածը ինչ է, նրա ստեղծածը թուրքական մեղեդիներ են, որոնք ինքը հայերեն բառերով երգում է, բազմաթիվ երգեր ունի, որոնք իրական օրիգինալ թուրքերեն երգեր են, ու մարդիկ դրա տակ տժում են, պարում են, չգիտեմ, համարում են դասական երգիչ, թույլատրելի եւ այլն։ Մեր այս ծանր վիճակի եւ նաեւ տնտեսության ծանր վիճակի եւ այս ընդհանուր ճգնաժամային վիճակի պատճառներից մեկն էլ մշակույթի նկատմամբ այս խիստ մատների արանքով նայելն է, որ մշակույթը, երբ որ առաջնահերթություն չի լինում եւ բարձր մշակույթը, երբ որ պետության հոգացության ներքո չի լինում, դրա համար էլ ունենում ենք այս պատկերը։ Բայց դա հակառակ կողմել ունի, էլի, դա իրական նշանակում է, որ մենք օրինակ ես հիշում եմ Հայաստանի Հանրապետության հռչակման 5-ամյակը օպերայի թատրոնի շենքում 96 թվականին, որտեղ ուրեմն սկզբում եղան ելույթներ եւ այլն, երկրորդ մասում միայն բաներ երգում էր Արամ Ասատրյանը եւ ամբողջ պետական վերնախավը պարում էր, երգում էր, տակը տժում էր։ Օրինակ դա իրականում հետո այդպես այս ամբողջ դեգրադացիան, չգիտեմ ինչերը եւ այլն, բերեց նրան, որ նախ օրինակ հիմա ռաբիս լսելը ամոթ չի, այդպես բազմից ասել են, որ երբ որ փոքր էի ռաբիսը ամոթ էր, մարդիկ ասենք ցածր էին լսում, չգիտեմ, կլկլոց չէին լսում ամեն դեպքում, էլ ասենք խանլարվա կար, չգիտեմ ինչ կար, բայց դա տենց ամոթ չէր, իսկ հիմա թաթուլը ամոթ էր, իսկ հիմա թաթուլը ամոթ չի։ Բայց այդտեղ մի ուրիշ կողմ էլ կա, որ մենք որպես պետականաստեղծ ազգ ձախողված ենք, որովհետև երբ որ մեզ թողնում են մենակ, երբ որ սովետական միություն չկա, ռուսական եսիմինչ չկա, թուրքական եսիմինչ չկա եւ այլն, մենք ընկնում ենք շատ ցածր ինչ-որ բարձրանալու ձգտումը կարծես թե բանան, էլի։ Այսինքն դու ասում ես մատների արանքով են նայում, բայց ես քեզ կասեմ, որ հակառակ բան process է գնում, էլի։ Ես անկեղծ ասած դա ավելի շատ գնահատում եմ անհատական որոշումների տիրույթի հարց եւ ինքս ինձ իրավունք չեմ վերապահում անհատական լուծումները քննարկելու կամ դատելու, որտեվ յուրաքանչյուրը ինքնուրույն հոգեկերտվածք ունի եւ նաեւ կարծում եմ սպասումների կառավարման տիրույթում ենք, օրինակ մենք ձևավորում ենք սպասում, որ մտավորականությունը կամ մշակութային գործիչները պետք է պետականության կերտման որևէ առաքելություն ստանձնեն, բայց դա իրականում մեր սպասումների դաշտում է եւ կախված իրողություններից նրանց դերակատարումը կարող է փոփոխվել եւ վստահ եմ անկախության ձեռքբերման կամ կայացման փուլում կամ ճգնաժամային փուլերում այս նույն գործիչների արձագանքը շատ փոփոխական է ինձ համար առնվազն առանցքային չէ բոլորի քաղաքացիական դիրքորոշումը հասարակությունում ընթացող իրադարձություններին այնքանով որքանով նրանք անտարբեր չեն հանրային նշանակություն ունեցող խնդիրներում եւ նաեւ ինչու եմ պնդում որ դա անհատական է կան մարդիկ որոնք կարող են նաեւ լռության ուղին ընտրել բայց իրենց գործունեությամբ իսկապես ճանաչում տան կամ ներդրում ունենան մեծ պետական գործում եւ մենք չգիտենք իրականում ինչ ճանապարհով է անձը ընթանում կամ ռեսուրսների ինչ պաշար ունի կարծում եմ այնքանով որքանով որ կենսական հայկական շահերի դեմ չեն ոտնձգում իրենց գործունեության բացառապես մեծացնում են հայի կերպարը, հայի հեղինակությունը, մենք պետք է առավելապես զերծ մնանք այդ անհատական որոշումները քննարկելուց բայց կարծում եմ որ հասարակության մեջ պետք է ձևավորվեն խմբեր, որոնք իրենց պրոակտիվ գործունեությամբ կարողանան ուղղորդել հասարակության, այսինքն ես գնահատում եմ այդ խմբի գոյությունը հասարակությունում եւ դրա բացակայությունը ինձ համար ստուգի չէ հասարակության կենսունակության, բայց թե հասարակության որ խումբը կստանձնի այդ պատասխանատվությունը, դա խիստ անհատական է եւ իրավիճակի
վերլուծությամբ մենք նաև կարող ենք հասկանալ, թե հասարակությունը որ կետում է, ինչպիսի իմունային համակարգ ունի եւ կենսագոյության ինչ իրավունք է կերտել։ Ուրեմն հայ գրականության մեջ մի դասական բանաստեղծություն կա, որը կոչվում է հայերուս թուքը։ Պատկանյան։ Դա գրել է Պատկանյանը, որտեղ թվարկում է, որ դու ասենք հայտնի վաճառական ես, հայտնի զորական ես, հայտնի ես ինչ ես եղել եմ, բայց եթե Հայաստան թքել են քո շահիդը վրա։ Հիմա ավելի իսկ եթե ավելի լուրջ ասեմ, այդտեղ կա իհարկե մտավորականություն բառը ինքը արհեստական բառ է։ Դա ռուսական միջավայրում ձևավորված բառ է։ Բայց ինչ արհեստական, եթե ռուսական միջավայրում է ձևավորված, պետք է արհեստական լինի։ Որտեղ ռուսական միջավայրում չկար ընդդիմություն, այդ բարձր գաղափարները առաջ տանելու ֆունկցիան անում էր մտավորականություն։ Դասական քաղաքականության կանոնների մեջ։ Ես ասում եմ, որ մտավորակ ինչքան մենք անկախանում ենք Ռուսաստանից, այնքան այդ մտավորականություն չի լինելու։ Այսինքն այնքան դրան պետք է հրաժեշտ տալ։ Դա արհեստական բառը, դա ռուսական մշակույթի ազդեցությունն է մեր վրա։ Մենք ակնկալում ենք մտավորականից բարձր գաղափարներ, դա Ռուսաստանի մենակ թեմա չի, արևելյան ընդհանրապես հասարակություններին բնորոշ բան է, որովհետև դասական իշխանություն ընդդիմությունը դա արևմտյան քաղաքակրթական տիրույթի մեջ է, իսկ մենք եկեք չասենք, որ մենք արևմտյան ենք, էլի, այսպես ասած, այսինքն մենք ինչ-որ շատ հետաքրքիր ենք այդ առումով, բայց Այնպես որ ուզում ասեմ, այդ մեզ մոտ կլինի, կարծում եմ, Ռուսաստանից չկախված, բայց եթե Պարսկաստանին չմիանանք, ես հույս ունեմ, որ Չինաստան կամ կդառնանք արևմտյան, հույս ունեմ, որ կդառնանք արևմտյան, ես համաձայն եմ, բայց այդտեղ մեծ ուրիշ ավելի խորը խնդիր կա, դա այն է, որ ընդհանրապես հայերին բնորոշ է վերացական գաղափարներ չընկալելը, այսինքն եւ հանրային շահը չգիտակցելը։ Այսինքն մենք ուզում ենք, որ ասենք մեր բալկոնը առաջ տանք, չգիտեմ, մուտքի հաշվին առաջ գնանք, եսի ինչը ծառը կտրենք, գարաժ սարքենք, եսի ինչ անենք, բան չհասկանալը, որտեղ հանրային շահը որն է, ու մեր անձնական շահն է։ Ու այս հարցերում, այսինքն երևելի դեմքերի հարցերում, էլի, դա հենց այդ ցցուն օրինակ է, որ ինքը մտածում է իր գործի մասին, ինքը մտածում է, որ ասենք ԿԳՄՍ-ն իր զակաս կտա, չգիտեմ, Ժաննան եսիվքան, իսկ Նիկոլենք իրական շատ քինոխնդիր են։ Այս շաբաթ եղել է գրականության արվեստի թանգարանում Տերյանին նվիրված ցուցադրություն, որտեղ որոշվել է, որ ելույթներ պիտի չլինեն։ Ես ենթադրում եմ, որովհետև ասենք, որ ելույթներն ինձ պիտի կանչեին, ես որ գայի պիտի ասենք ինչ-որ բաներ ասեի, որ ես չասեմ, դե համար որոշել եմ, որ ցուցադրությունը լինելու է առանց ելույթները։ Դե դրա համար եմ ասում, էլի բռնազավթված վիճակում այդ մարդը 86 տարեկան մարդը լավ, իրան հանում ենք, բայց այդքան ակադեմիկոս կա, այդքան դոկտոր կա, այդքան չգիտեմ ինչ կա, ու բոլորը ասենք պատերի տակ ասում են, վայ, ես ինչա կատարվում, բան, փրկեք մեզ եւ այլն, բայց ինքն չեն զում ոչ մի խոսք ասեն, ոչ մի մաս, որտեվ իրականում խորքային իրանք այդտեղ տեսնում են, իրանք չեն տեսնում հանրային շահը։ Ու նաեւ մի հատ տեխնոլոգիա էլ կա։ Բոլոր մարդիկ մեր հասարակության մեջ կամ 99%-ը կարծում են, որ Նիկոլը գոնե մի լավ բան անում է։ Ասում են, որ գոնե այս մի բանը անում է։ Այդ դա հոգեբանական բան է, որ ասենք չգիտեմ։ Ես դա իմ վրա եմ բռնցրել, էլի։ Եվ ինքն է խարազանվել։ Որ դա այդ հանրային շահն է, որը եթե մենք ուզում ենք ունենալ Հայաստան, ապագա եւ այլն, մենք պիտի ազգային հեղափոխություն անենք։ Մենք պիտի ձևավորենք նոր էլիտա, որը մտածում է հանրային շահի մասին։ Մարդը, որը իր անձնականի մասին ավելի շատ է մտածում, քան հանրայինի մասին, ինքը իրավունք չունի հանրային պաշտոն զբաղեցնելու։ Օրինակ, մի օրինակ է բերեմ։ Իմ սիրած օրինակներից է այդ բոլշևիկյան հեղափոխությունից հետո պարտ մինիմումների բանն է, գաղափարն է, որ մարդիկ իրենց աշխատավարձից հրաժարվում էին, որպեսզի ցույց տան, որ իրանք թողում են նվազագույն ինչ-որ փող հաց առնելու, չգիտեմ ինչի համար, որպեսզի ցույց տան, որ իրանք իսկական կոմունիստներ են։ Ու 20-ականների կեսերին է դա վերացել։ Մինչև այդ մարդիկ համարել են, որ մենք աշխատում ենք ոչ թե մեզ համար, ոչ թե ասենք ավտո քշելու համար, լավ տուն ունենալու համար, ես ինչ-որ կայֆեր կայցեր անելու համար, այլ դա անում ենք, որովհետև ուզում ենք, որ հեղափոխությունը հաղթի։ Դա մեզ օդու ջրի պես անհրաժեշտ է, որտեվ եթե
տան մեծերը տան ամբարից ցորեն են գողանում կամ հաց են գողանում խալոդիլնիկից եւ այլն, դու կյանքում չես կարող ինչ-որ բան կառուցես։ Դե իրականում կա այդ գիծը կա, նենց այնպես չի որ մեր մեջ չկա։ Երբ որ ծնողը իր երեխայի համար պատրաստ է գնում է, չէ, այդ նույն ծնողը, որ ասենք, այդ նույն մարդը, որ իր բալկոնը առաջ կտա եւ հանրային շահը չի հաշվի առնի, իր շահը հաշվի կառնի, բայց իր ընտանիքի ներսում այդպեսին չի։ Իր ընտանիքի ներսում լավ էլ ոչ էգոիստ է, այսպես ասած, անձնական շահն է, հանրայինը չգիտե։ Բայց ուզում եմ ասեմ, այդ շրջանակը պարզապես պետք է կարողանանք լայնացնել, էլի, որ ընտանիքից բարեկամությունից դուրս գա։ Հայաստանի օջախն է, ոնց էր ասում։ Ես այստեղ լրիվ համակարծիք եմ, որ մենք հանրային շահերը չենք գիտակցում, չենք կարևորում, բայց կարծում եմ, որ այստեղ կա պատճառ եւ պատմական իրադարձությունները իրենց նաեւ հոգեբանական հետքն են թողել մեր ժողովրդի վրա, այսինքն պետականություն տևական ժամանակ չունեցող ազգը արդեն իսկ կարևորել է ազգային, ընտանեկան, խմբային շահերը եւ չի փորձել հանուն ընդհանուրի գործել եւ կարծում եմ նույնիսկ հակադրվել է, որովհետեւ պետությունը հանրային իշխանությունը ընկալվել է որպես օտար, զավթողական, որը կեղեքել է ժողովրդին եւ ոչ թե սպասարկել է կրկին այդ խմբի շահերը, ոչ թե ապահովել է անվտանգությունը, այլ դա օգտագործվել է իզորու այլ պետությունների, ազգերի եւ այլն։ Այստեղ կարծում եմ այդ ներքին հակադրությունն է առաջացել եւ դա կարելի էր փոխել բնական պայքարի ճանապարհով։ Ես կարծում եմ, որ պետականության ձեռքբերման բնական պայքարը մեր ժողովուրդը չի անցել։ Եթե չլիներ հետխորհրդային զարգացումները, կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն չէր ձևավորվի եւ մենք ընդհանրապես ոնց որ կարողացել ենք օգտագործել պահի հրամայականը, բայց երբևէ գիտակցված չի եղել պետականության կարևորությունը եւ մենք չենք վաստակել մեր պայքարի ճանապարհով պետականությունը եւ իմ գնահատմամբ մենք չենք գնահատում նաեւ այդ պետականության գինը, այստեղ մեծ փոփոխություն պետք է լինի հենց ժողովրդի մեջ, քանի դեռ կրթական եւ այլ ճանապարհներով մենք չենք փոխել գիտակցությունը եւ մտածողությունը, սա կրելու է շարունակական բնույթ եւ ես ինքս էլ հաճախ եմ այս օրինակը բերում, մենք բազմաթիվ դեպքերում տեսնում ենք, որ, չգիտեմ, 1 քառակուսի մետր տարածքի համար քաղաքացիները վիճում են, ընդ որում այս վեճերը եղել են նաեւ սովետական ժամանակահատվածում, դրանք անգամ հանգեցնում են մարմնական վնասվածքների, սպանությունների, բայց երբ այդ երկուսից գողանում են շատ ավելի մեծ հողատարածք հոգու թշնամու, կարծես թե երկուսն էլ հարմարվողականություն ունեն եւ այդ հողը այլևս իր արժեքը չունի։ Հիշում եք Լորենս Արաբացու հարցազրույցը, այդ գործը հայտնի այդ անտանելի հայերը, քենտեղ ասում է, որ միջև ցեղասպանությունը հարցազրույցը տվել եւ մի ամերիկացի լրագրողն ասում է, որ ավելի ճիշտ չի, որ ասենք ամեն ժողովուրդ, ով այդ հողի վրա ապրում է, ինքն էլ դա աշխատասն եւ այլն, ասում է, հա դա ընդհանրապես այդպես է, այտենց ավելի էժանալ լինում, հարմարալնում, բայց դա հայերին չի վերաբերում։ Այս ամերիկացի լրագրողն ասում է, բայց ինչու հայերին չի վերաբերում։ Ասում է, որտեվ ասում է հայերը կայսերություն են եղել, ասում է, հիմա իրենք այդ կայսերություն չունեն, բայց այդ համը մնացել է բերանները ուրիշներին աշխատասնելու եւ այտենց ոչինչ չանելով ապրելու բանը, ու ասում է, եթե դու իրեն հող տաս, ասում է, ինքը դա վարձով կտա, կգնաս մա ուրիշ տեղ, ասում է, վարձով հող կվերցնի, ասում է, ավելի էժան, ասում է, ինքն հողը կմշակի, ասում է, իսկ ես բանը կտա։ Իսկ կարծում եմ, որ այս մեր բանի մեջ նաև պատմական հիմքեր կան, էլի, սոցիալ-պատմական հիմքեր կան, որը մենք պիտի կարողանանք մեր մեջ ուժ գտնենք դա հաղթարենք, որտեղ իրականում դրսից, ասենք, բան գրանտ ստանանք, չգիտեմ ինչ անենք, այս բանով մեթոդոլոգիայով գանք, այն չգիտեմ ինչով զինված գանք եւ այլն, ոչ մեկին հետաքրքիր չի մեր բանը, այսինքն եթե մենք ինքներս չկարողանանք վերափոխվելու
կերպափոխվել նոր բան դառնալ, որը իրական ցավոտ process պետք է լինի։ Մենք ոչ ոք մեզ չի օգնել այդ հարցում, էլի։ Ու իդեպ նաև այդ բանը ճգնաժամը հայոց պետականության եւ իրականության Տերանի հոգեվոր Հայաստան հոդվածում էլ կա։ Երբ որ ինքը ասում է, որ եթե այդ հոգեվորը չի լինում, որ միավորում է մարդկանց, եթե մենակ ոստիկանի հայկական համազգեստն է, որ այդ պետությունը հայկական սակմասում, այդ պետություն գալու էլ ձեզ կեղեքելու է ու մարդու համար մեկ է լինելու այդ ընդհակառակ ավելի վատ է լինելու, ինքը ատելու է հայկական պետությունը։ Հիմա մենք այդ իրական այդ ճգնաժամի մեջ ենք, այդ հոգևորը չկա, այդ արժեքները չկան, դրանք այսպես օդից կախ անհասկանալի իրավիճակում են։ Մի կողմից լսում ենք բան, թրքասիրություն, չգիտեմ ինչ եւ այլն, մյուս կողմից էլ որը նույն բանը նույն բարձրության վրա այդ ձայնը որ հնչում է, ինքն էլ կեղծ ինչ որ բաներով է խոսում, որ հայրենասիրությունը, չգիտեմ ինչը եւ այլն, որը դու հասկանում ես, որ ասենք արդեն ելևեջը որ լավ ապրելու բանաձևերը իր առաջարկած, հա, լավ ապրելու։ Եվ Նիկոլը ես ուզում ասեմ, եւ այդ հակառակը ինքը շատ բանը, իրենք շատ կեղծ են, որովհետեւ իրենք անկեղծորեն չեն խորանում բանի մեջ, էլի, որովհետեւ մեկը չի ասում, որ մենք պիտի շատ տղա երեխա ունենանք, բոլորս կրակել իմանանք, որովհետև կամ մենք ենք ողջ մնալու, կամ թուրքերը, մյուսն էլ չի ասում, որ ասենք մենք մինչև ուր պիտի զիջենք, որ ասենք հաշտ լինենք թուրքերի հետ։ Իրական ոչ մի կողմն էլ համ այդքան խելք չունի, որ պատկերացնի ապագան ինչա լինելու, կամ այդքան կամք չունի, որ ասենք նստի թղթի վրա գրի, որ ասենք այսքանը կարելի է զիջել, այսքանը կամ այսինչ ինչ անել ու այս ուղղությամբ զարգանալ։ Այդպիսի հաշվարկ Հայաստանում ոչ ոք չունի։ Բայց կարծում եմ բացի մենուայից կարծում եմ այստեղ մի խնդիր էլ կա, իրապես մեր հասարակությանը դուր է գալիս կեղծիքը։ Այսինքն մենք դեռևս չենք հասել գիտակցմանային աստիճանի, որ ընդունենք մի գուցե ցավացնող ճշմարտությունը եւ ուժ գտնենք ավելի լավը լինելու եւ իրական ավելի լավ վայրում հասնելու։ Մենք անընդմեջ մեզ կեղծում ենք wishful thinking-ն է նաև այսպես կոչված ցանկալի իրականության տեղ մարդկանց բնորոշ է, բայց կարծում եմ նաև պետք է կարողանալ այդ կեղծիքից դուրս գալ, ընդունել իրականություն եւ ճշմարտություն։ Դրամ էլ գիտություն պետք է լինի, որ ասի, որ այս վիճակագրական տվյալների, այս հաշվարկների հիման վրա մենք կործանվում ենք, կամ այս բաների հիման վրա գնում ենք այս ուղղությամբ։ Հիմա օրինակ դա, ասենք Հայաստանում, ես չգիտեմ, նույնիսկ պետական վիճակագրությունը խիստ կասկածելի բան է, որովհետև ինչը շարունակ տնտեսությունը աճում է, շարունակ ինչ որ եսի մինչեր են լինում եւ այլն, բայց դա ոչ ոք չի զգում։ Բայց կարծում եմ նաեւ ինքնաճանաչողություն է պետք, օրինակ ես համարում եմ, որ մենք ժողովրդին վերագրել ենք որակներ, որը չի ցուցադրել համապատասխան հանգամանքներում եւ այդ հանգամանքները օգնում են մեզ հասկանալ ժողովուրդը ինչպիսի որակներ ունի։ Օրինակ անկեղծորեն ես ունեցել եմ այն մտածումը, որ մինչև 2020 թվականը, եթե Հայաստանի որևէ ղեկավար խաղաղ ճանապարհով հանձներ 1 քառակուսի մետր Ադրբեջանին, ապա նույն օրը համախմբված ժողովուրդը դատաստաներ տեսնելու հանրապետության հրապարակում բոլոր սերունդներին ցուցադրելու համար, որ ինչպիսին է հողի գինը հայի համար։ Ես իրապես հավատացել եմ, որ մենք կարող ենք նման լուծումներ տալ։ Բայց երբ եղան որոշակի զարգացումներ, այդ թվում նոյեմբերի 9-ը եւ ըստ էության, կային տարածքներ, որոնք գրավել էին, բայց կային տարածքներ, որոնք բացառապես պայմանագրային հիմքերով հանձնվեցին Ադրբեջանին, այն արձագանքը, որը ցուցադրեց ժողովուրդը, հասկանալի էր, որ առնվազն իմ սպասումների մեջ ձևավորված ազգի որակների հետ ընդհանրություն չուներ։ Հիմա կարծում եմ մենք պետք է այդ ելակետը ընդունենք, որտեղ այստեղ մենք սխալ հաշվարկներ ենք արել եւ այդ սխալ հաշվարկներն են, որ թույլ չեն տալիս որոշալ քայլերում հաջողություններ արձանագրել։ Ամբողջ հարցն է, որ մենք այդ որակները նոր չենք ձեռք բերել։
Մեկ 90-ականներին ես հիշում եմ ոնց են ասենք մարդկանց զառով փողոցից, շուկաներից, տրանսպորտից բռնում, թևերը ոլորում, մցնում ասենք ավտոյի մեջ, տանում ռազմաճակատ։ Բայց չընդհանրացնենք, էլի ախր մենք միշտ սիրում ենք ընդհանրացնել։ Չէ, դու կար այդ process-ը, այսինքն բայց մարդը որ հայտնվում էր այնտեղ, կռվում էր։ Չէր ասում որ թող ես հետ եմ գալի կամ չգիտեմ, դա մասսայական չի եղել, որ ասենք մարդիկ ասենք մասսայական սամաստրել անեն կամ չգիտեմ ինչ անեն եւ այլն։ Մարդիկ հասնում են, հասկանում են ինչ որ մեկը պիտի կռվի, իրանք ընդունում էին դա։ Ճիշտ ասած ես այդ օրինակի վրա եմ հասկացել ինչա բանը լեգալը եւ լեգիտիմը։ Բայց մինչ այդ է լեգալ չի, բայց լեգիտիմ է։ Ես կներես իրանուց չեն։ Հիմա մենք երբ որ ասում ենք, չէ, որ ինչի այդպես չեղավ։ Նախ դա եղավ քիչ-քիչ, նախ դա չեղավ մի անգամից, այսինքն օրինակ Նիկոլենք իշխանության եկան խոստանալով Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, չգիտեմ ինչ եւ այլն։ Բայց 21 թվին վերարտադրվեցին։ Այո, վերարտադրվեցին, խոստանալով, որ դեօկուպացիա են անելու, Արցախի ճանաչում անեն հասնելու եւ այլն։ Բայց մի հատ ուրիշ բան էլ եմ ուզում ասեմ, որը էլի մեր քաղաքական համակարգի անկատարության մասին է էլի խոսում։ Ուրեմն ես հիշում եմ, որ օգոստոսի վերջին Ռոբերտ Քոչյանը հարցազրույց տվեց 20 թվականի, որը այլևս չկա այդ հարցազրույցը, հնարավոր չի գտնել, որտեղ ես հիշում եմ, որ Մարգարևն էր հարցազրույցավարներից մեկը, մյուսերն էլ քաղաքագետներ են, լրագրողներ չէին։ Ու այնտեղ ասում էր, որ ոնց կարելի է այդ տարածքները հանձնել, որտեղ հետո առաջանալ է պաշտպանության խնդիր։ Այսինքն ասում էր, որ ոչ մի ձև, ոչ մի տարած չի կարելի հանձնել ու բանը։ Իսկ հիմա անդիմությունը մեղադրում է Նիկոլին, որ բանակցություն տապալել ես եւ բան ես արել։ Տարել ես պատերազմի, այնինչ կարելի ասենք մաս-մաս հանձնելով չգնայր ես մեծ պատերազմ։ Հիմա սա ամեն դեպքում ես կարծում եմ, որ արդար չի։ Այսինքն այն ինչը որ մենք ասում ենք, որ ինչ եք ասենք Facebook-ներից ջնջում, չգիտեմ ինչ ջնջում եւ այլն, մենք տեսնում ենք, որ ընդհանուր դաշտն է այդպես հակված ասածները խմբագրելու, ասածները ջնջելու, ասածները եսի միջը, որը չի կարող խաղի կանոն լինի, էլի։ Կներեք։ Հա, այստեղ ինձ համար ինչն է կարևոր ցուցիչը, որ երբ որ հասարակության ընկալումներն էինք փորձում չափել, ընդունենք, որ թե 2010 թվականին, թե 16, թե 18 թվականի յուրաքանչյուր հայ ասում էր, որ զիջ հողականությունը անթույլատրելի է եւ բանակցային ճանապարհներով անգամ կարգավիճակի դիմաց հնարավոր չէ հող հանձնել։ Բայց երբ որ իրադարձությունը վերահասավ, նման ընկալումներ ձևավորած, կարծիքներ արտահայտած հասարակությունը այդ որակին համարժեք արձագանք չցուցադրեց եւ այստեղ հետեւությունը հետեւյալն է, որ մենք իրապես կեղծիքի մեջ ենք, մենք որակներ ենք վերագրում մեր ժողովրդին, որ այսպիսի իրավիճակներում սա կանենք, նա կանենք, այս ճանապարհով ենք պայքարելու եւ այլն, բայց երբ իրավիճակը հասունանում է, որակները բացակայում են։ Դրա համար իմ մոտեցումը այն է, որ մենք նախ պետք է գույքագրենք մեր նաև ինչու ոչ անցած ցավոտ պատմական իրողությունների հիման վրա այն որակները, որոնք անհրաժեշտ են ուժեղ պետություն ունենալու համար, որը մենք չունենք, պետք է կերտենք այդ որակները, որից հետո այդ որակներին համարժեք, այդ որակների մակարդակին համահունչ խնդիրներ ձևակերպենք։ Հիմա ես մեծ խզում եմ տեսնում այն խնդիրների միջև, որը մենք դնում ենք օրակարգ եւ հնարավորությունների, իրական կարողությունների, ռեսուրսների միջև։ Այստեղ պետք է կրկին մենք հավասարակշռում իրականացնենք, որպեսզի ինչ կարող ենք անել, ինչ չենք կարող։ Հիմա ես այն մենք որ սկսեցինք խոսակցել դրոշ այրելը, չէ՞, դա օրինակ պետականությունը ոչ բնորոշ բան է։ Հիմա օրինակ պատերազմի ժամանակ բաներին զորակոչ ապահովելը դա պետության պարտականությունն է։ Ինքը պետքա ոչ թե թողնի ֆիդայական դու սիրում ես արդյոք այնքան ես սիրում որ կարաս գազ ինքնուրույն եւ այլ դի գա քո հետևից քեզ բռնի տանի ռազմաճակատ։ Հիմա այդ խոսակցությունը որ
մենք պետություն ենք, դրոշը չի կարելի այրել, բայց ով պատերազմը այդ դեպքում դուք ասենք ֆիդայիների պես հավաքվեք, չգիտեմ, բրոնեժիլետ վերցրեք, խմբեր կազմեք, բարձրացեք սարերը եւ այլն, սրանք իրական անհամատեղելի խոսակցություններ են։ Դրանից մարդու ուղեղը ճաքում է։ Այսինքն հիմա որն է, որ դեպքում է պետություն, որ դեպքում է չպետություն։ Այն որ քո աշխատավարձ ստանալուն է վերաբերում պարգևավճար, ավտո, չգիտեմ ինչը եւ այլն, դու վարչապետ ես, բայց հենց որ գալիս ասենք զորակոչ անելուն, ես իմ ինչը անելուն, որ դու պիտի միջև վերջ կատարես, քո համակարգը պիտի այդ ֆունկցիաները կատարի, դու չես կատարում։ Դա համար մենք գտնվում ենք այս ինչ-որ հատեղ արդեն ժողովուրդն է մեղավոր, դավաճանները, չգիտեմ ինչերը եւ այլն։ Հիմա էս է հիմնական, ինձ կարծում խորքային խնդիր։ Մենք իհարկե միջազգային հայցերից չխոսեցինք, բայց ես ուզում խնդրեմ, որ Սիրանուշը մեզ էլի հյուր գա եւ մենք հետո անդրադառնանք Հայաստանի դեմ հայցերին, որտեվ ես կարծում եմ դա շատ հետաքրքիր խոսակցություն կլինի։ Ուրեմն այսքանով ավարտենք այս դրական նոտայի վրա, որ մենք ի վերջո կհաղթահարենք այս դժվարությունները մեր մտածողության, պետականության առջև ծառացած եւ կապրենք նոր Հայաստանում։ Եվ շատ շնորհակալություն սիրելի Սիրանուշ, որ այսօր մեր հյուրը եղաք, զարդարեցիք եւ շատ լավ ու ճիշտ թիրախային բովանդակություն հաղորդեցիք նաեւ մեր թողարկմանը հերթական։ Ես եմ շնորհակալ հրավերի։ Շնորհակալություն, որ հետևում եք, կհանդիպենք մյուս ուրբաթ։